հարցազրույց չեմ տա։ Պատրաստ եք, ծեցին Պարոն Սիմոնյան շատ քննարկում է վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե դուք չլինեք իշխանության, կլինի պատերազմ։ Նախ ինչ, այսպես հիմքերն ենք ուզում հասկանալ, ինչպես է ստացվելու, որ Նիկոլ Փաշինյանի հետ է միայն Ալիևը պայմանավոր, եթե ինքը չլինի, այս ազգը գնալու է կորի, պատերազմ է, ավելվածություն, երկրաշարժ, այսինքն ինչպես է ստացվում, որ եթե ինքը չլինի, պատերազմ է լինում, այդ ինչ հիմքերով է։ Որովհետև երկու օրակարգ կա այսօր հայաստանյան քաղաքական դաշտում։ Դա մեկը խաղաղությունն է, մեկը պատերազմն է։ Մեկը ինչ որ պահանջներ հարևանների նկատմամբ է, մյուսը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է։ Դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է պայմանավորությունը, դա օրակարգի, քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է խոսքը։ Եթե դուք դա կենտրոնացնում եք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա այո, թող դա լինի այդպես եւ Նիկոլ Փաշինյանը թող համարվի խաղաղության խորհրդանիշ, ես դրան ընդհանրապես դեմ չեմ։ Բայց կոնկրետ ժամկետ, ասում եմ սեպտեմբերին, հոկտեմբերին պատերազմ հենց չի լինում։ Քաղաքական գործիչները նաեւ կարողանում են քաղաքական վերլուծություններ անեն եւ դրա իրավունք ունեն եւ վարչապետը որպես առաջին քաղաքական գործիչներից մեկը Հայաստանի Հանրապետություն դրա իրավունքը ունի եւ դա գնահատական է, դեպ ասեմ դա ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից էլ է նման բան բարձրաձայնվել եւ բարձրաձայնվել է ամեն տարի եւ ամիսով են ասել մեր падգամավորները ազգային ժողովի ամբիոնից ասում էին պատերազմը խաղաղության պարագայում էին ասում պատերազմը ինչ եք զարմանում ուզում հասկանալ շատ է տարբեր ձեր իշխանության այսպես ասած ներկուսակցական քարոզարշավների եք գնում հանրապետության տարբեր մարզեր խաղաղության վերաբերյալ քաղաքացիների կարծիքները ինչպիսին են դիրքորոշումները Դե ասում են շնորհակալություն մեծ հույս ունեն որ այս ուղղությունը կշարունակվի մենք էլ իրենց ի պատասխան ասում ենք որ իրենք պետք է տեր կանգնեն խաղաղությանը եւ իրենք էլ պատրաստակամություն են հայտնում տեր կանգնել խաղաղությանը հեսա մեր հիմնական խոսակցության թեզերը նաեւ շնորհակալություն են հայտնում ճանապարհների դպրոցների բժշկական ապահովագրության համար շատ մարդ օգտվել է շատ հաճելի է որ աշխատել է եւ շատ մարդիկ արդեն օգտվել են դրանից թոշակների համար են շնորհակալություն հայտնում եւ պահանջում են մեզանից որոշ ընդդիմադիր գործիչներին հնարավորինս շուտ ինչ որ ձևով լրացնել ինձ ասում են խիչեք падգամավորներ կան չեն գալի խիչեք հանում գործից բան դե պարզ է ես բացատրում եմ որ դրա իրավունքը չկա եւ այլ լրիվ քաղաքականացված խոսակցություններ է տեղի ունենում իսկ խոսում այն մասին որ սեպտեմբերին կարող է լինել պատերազմ եւ պատասխանեցի բայց ինչ անեմ Պարոն պատապից այդ հարցի հետ կապված դուք մեղադրում Չէ, մի րոպե, դուք հարց տվել եք, հաջորդը խնդրեմ նարեք։ Ես կարող եմ այդ հարցի հետ կապված ուղղել։ Չէ, եկեք պատտվենք հիշեք։ Լավ, խնդրեմ։ Կարող է ուրիշ բաներ ասել։ Կարող եմ։ Ժողովուրդը, երբ որ դուք ասում եք, որ սեպտեմբերին լինելու է պատերազմ, դա որպես շանտաժ է դիտարկվում սպառնալի։ Ես արդեն պատասխանում եմ, ես արդեն այդ հարցին պատասխանել եմ։ Քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ են կարողանում անել, իսկ երկրի վարչապետը ունենալով ինֆորմացիա տիրապետելով ամբողջ process-ներին կարող է նաև նման չընդհատես։ Կարող է նման կանխատեսում անի, ես նաև նշեցի, որ մեր ընդդիմադիր գործիչները նույն բանն են ասում, նույն բանն են ասել, նույնիսկ խաղաղության պայմաններում, որը որ մենք հիմա ունենք, մեր падգամավորները վեր են կենում եւ գոռում են, որ պատերազմ է եւ այլ։ Խի դուք դա ընդդիմադիր գործիչների մոտ չեք տեսնում, երբ որ վարչապետը նույն բանն է ասում, արդեն ավելի հիմնավոր ձևով ձեր մոտ դա զարմանք է հասկանալ։ Մարդիկ ինչ են մեզ ասում շնորհակալություն խաղաղության համար։ Մարդկանց երեխաները չեն մահանում, չեն եթում, մարդը ավելի քիչ անհանգիստ է, երբ որ իր երեխան զորակոչվում է բանակ եւ այլ, այսինքն ոնց չխոսեն մարդիկ, իհարկե խոսում են դրա մասին։ Հարցի նրամասն է, որ երբ որ դուք ասում եք, եթե մեզ չընտրեք սեպտեմբերին կլինի պատերազմ, հանրությունը, մարդիկ ովքեր ձեզ հետ հանդիպում են, դա ինչ էին դիտարկում որպես նախազգուշացում։ Ասում են սրանց էջը շուտվանից բաներ, շուտ արեք, փակեք։
ասում են սրանց էջը փակեք, բրծնենք մենք այս խոսակցությունը, չես եմ ասում։ Իսկ դուք ինչի եք մին ընդհատում ինձ, դա ինչ դաժանավոր։ Չէ։ Պարոն Սիմոնյանը, դա պարզապես Հայաստանի վարչապետի վերլուծությունն է, թե նա նաև տեղեկությունների է տիրապետում, որովհետև ասում են 18 թվին եկավ, չասեց ինչ իրավիճակ է, պատերազմ եղավ, հիմա նոր աշխատելավոճ եք, հա, որտեղ գիտեք, որ պետք է պատերազմ լինի, նախորդ ժողովրդին ասում եք, խնդրեմ հստակեցնել, վերլուծություն է, թե հստակ տեղեկություն։ Ես արդեն երրորդ անգամ եմ դրան պատասխանում, քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ կարող են անել Հայաստանի Հանրապետության վարչապետը ունենալով բավարար ինֆորմացիա եւ քաղաքական վերլուծություն անելով, ինչպես նաեւ ակնհայտ լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատի կա երկու բևեռ։ Դա հարևանների նկատմամբ պահանջներ ներկայացնող բևեռն է, օրինակ Ռոբերտ Քոչյանը, որ ասում է իր ասուլիսի ժամանակ, որ այսօրվա իրավիճակում սահմանափակվել 29743 քառակուսի կիլոմետրի մեջ դա ուտոպիա է եւ խոսում են պահանջատիրության մասին, տանում են այդ խոսույթը, որ մարդիկ, ովքեր որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դեմ են, դեպքը դուրս էր եկել, ինձ ասում էր, Նախիջևանն եմ ուզում, Կիլիկյանն եմ ուզում եւ Ղարաբաղն եմ ուզում։ Այդ խոսույթը պատերազմի մասին է, այսինքն ուզում եմ որն է, դա ոչ մեկ չի, հա? Չէ, դա քաղաքական, լսեք, Ռոբերտ Քոչյանը իր երազանքներով թող գնա իրանց տանը, թող գնա իրանց տանը բանը, բայց երբ որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պարլամենտում այսօր գտնվող նման բան է ասում, եւ ակնհայտ է, չէ, բայց այդ մարդը եւ ակնհայտ է, չէ, որ հանրությունը նման խոսակցության մեջ է հայտնվել եւ հայտնվում է եւ դա բնական քաղաքական վերլուծություն, հա, եթե դուք նկատի ունեք, որ տենց տվյալներ կան, որ սեպտեմբերի այսինչ օր, այսինչ sense բան, բնական է նման տվյալներ չկա։ Կներեք, Քոչարյանը չի ասում, ես գամ իշխանության պատերազմը սկսեմ Արցախում։ Ասում հիմա տարածաշրջանում լարված իրավիճակը, չգիտեք վաղը մյուս օր մի քանի տարի հետո ինչ աշխարհակաղակական կարգեր կհաստատվեն, սահմանները ինչպես, ասում եմ, եթե լինի հնարավորություն առիթ, պետք է օգտվել դրանից։ Ես շատ բան ասում եմ, շատ վատ բան, իհարկե վատ բան։ Ոչ, իհարկե ոչ, միանշանակ ոչ, երբեք, ոչ Թուրքիայի պարագայում, ոչ այդ ինչ եք խոսում դուք։ Իսկ հիմա Ադրբեջանը մեր թուլացած վիճակից օգտվի եւ մտնի դարձնի, ասենք մի հատ փուճուրիկ Երևան քաղաք թողի։ Այդ ինչ եք ասում։ Այդ ձեր հարցը համ վրթովեցնող է, համ ակնհայտ դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Իհարկե ոչ, երբեք Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա տարածքային պահանջներ եւ չունի իր հարևանների նկատմամբ։ Այդ ի՞նչ է։ Այսինքն դուք ինչ եք ընդհանրում Հայաստանի Հանրապետության պարլամենտական երկրի պարլամենտի նախագահային հարցնում եք, ասում եք մենք պետք է սպասենք Ադրբեջանը թողնա, ոչ, եթե շատ վատ բան է ասում, անթույլատրելի բան է ասում, խայտարակ բան է ասում։ Ու դրա համար ինքը վաղը մյուս օրը այստեղ նույնիսկ չի հայտնվելու իր այդ խոսքը։ Այդ իր երեխեքն են գնալու կռվեն կամ այդ ի՞նչ է, դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից կամ որևիցե մեկից։ Ոչ, մենք պետք է տարածաշրջանում այնց հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու։ Հավերժ թշնամություն, ինչ դիվանագիտորեն, լսեք, հորով մորով արեց Հայաստանի Հանրապետությունը 10 տարի ինքը իր իշխանության օրով, թե ինքը հարստացավ։ Այդ Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետրը տենց շենացրեց, վերականգնեց, ուժեղացրեց, թե գույք պարտքի դիմաց տվեց, ասենք, ռազմավարական բաներ եւ Հայաստանի անկախությունը, ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի։ Հիմա էլ պետք է ինքը տես բան ասի իսկականից, անկեղծ հավատաց չի գալիս։ Պատասխանի ժամանակ ասում է, չեմ նայել Փարք Աստծո։ Կարող է իրավիճակ փոխվել, պետք է Հայաստանը դրանից ինչ որ հետո խայտարակություն է, շնորհակալ եմ քեզ այդ հարցի համար, խայտարակություն է դա։ Դա անընդունելի է։ Իսկ դուք երրորդ, չորրորդ հարցն եք տալիս։ Խնդրեմ, խնդրեմ։ Ինչ ամոթ հա, ես լուրջ զարմանում եմ, որ քաղաքական գործիչը, որ լավն է, վատն է, հարցը դա չի, բայց այդքան ժամանակ բանի մեջ է, հա, այդ քաղաքականության մեջ է նման բան կա, այդ Ստամբուլը արյանցով սարքենք, մտնենք Սասուն,
Այդ ինչ ասելու բան։ Արցախն ու Ստամբուլը նույն հարթության։ Լսեք, Ստամբուլը չէ, ասենք, չգիտեմ, արևմտյան այն պատմական Հայաստանը բան են, ես այն մարդու տրամաբանության մեջ եմ, որի հետ այն օրը հանդիպել եմ, հա, այդ նույն տրամաբանությունն է, դա խայտառակությունն է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանը խաղաղ լինի, պատերազմ չլինի, որովհետև ասում եմ, այդ Հայաստանի վերջի մասին է ինքը խոսացել։ Բայց մենակ Մեզանից է կախված։ Մենակ չէ, բայց մեզանից էլ է կախված։ Այս խոսույցից, այ Քոչարյանի նման քաղաքական գործիչների, այդ ռևանշիստական, այդ դուք հասկանում եք դա ինչի համար է արվում։ Լսեք, դա արվում է նրա համար, որ Հայաստանը լինի այլ պետության կազմում կամ առնվազն կախվածության մեջ լինի, որ լինի ռուս խաղապահ եւ լինի հավերժ պատերազմ, որտեղ լինի մոդերատոր։ Ես զարմանում եմ, որ այսքան տարի սա ասում եմ, սա ասենք յուրաքանչյուր տաքսու վարորդին մոտեցեք հարցրեք, քաղաքական վերլուծություն կանի եւ ցես կբացատրի մարդ, որը որ քաղաքականությամբ չի զբաղվում։ Էս ինչ է։ Խայտառակություն է, դա այդ այդպես բան ասի, խայտառակություն։ Երբ եմ վերջին անգամ խոսացելու հիշացրու։ Հələ մի հատ հիշացրեք։ Ով վերջին անգամ, օր անուն ազգան։ Դուք եք խոսում։ Դա տենց չի լինում։ Ուրեմն, բայց ընդդիմադիր ուժերից մեկի մոտ այժմ իսրայելցի գեներալ կա, որը Արցախյան պատերազմի ժամանակ գործող պաշտոնյա էր։ Այդ իմաստով մեր ռազմական տվյալների արտահոսքի վտանգ չկա եւ արդյոք մեր ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ չէ բոլորից, թե տեղյակ լինելով է դա հնարավոր։ Հիբրիդային պատերազմի վառ օրինակ։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը աղջիկները ինչ անում, մատակարարում Ադրբեջանի բանին, խնդրեմ։ Տարածված YouTube-ը չի։ Ադրբեջանի էլիտարի ծառայությունների համար եւ բանը ոնց ասենց հիմար բաներ են տարածում։ Բա հիբրիդային պատերազմը ո՞նց է լինում։ Հիբրիդային պատերազմը ինչ պետք է անեն։ Այսինքն ուղղակի գիտեք ինչն է նաեւ հիբրիդային ակնհայտ, որ իրանք դե մեր երկիրը չեն ճանաչում, չգիտեմ որ մեր երկրում նախ Ալեն Սիմոնյանի մասին երևի կոշիկի չափը մենակ դեռ չգիտեն, մնացած ամեն ինչ գիտեմ, բայց դա արվում է դրսից։ Երբ որ նայում եք 43 համար եմ հագնում։ Դա անում են, նայում ես որտեղից է գալիս, երևում է որտեղից է այդ լրատվամիջոցները։ Որտեղից է բարոյական։ Ձեր հարցը որն է։ Իսրայելցի գեներալ ռազմական փոխագետ է, խորհրդատու է, Դե դերից մեկին։ Չի կարող պատահել, որ ազգային անվտանգության ծառայությունը դրանից տեղյակ չլինի։ Ես խնդրում եմ այդ հարցով դիմեք ազգային անվտանգության ծառայության։ Ես ազգային անվտանգության տեղեկություններին չեմ տիրապետում եւ ես դրա իրավունքը չունեմ, այնքանով վատ եմ գնահատում, քաղաքական գնահատական կարող եմ տալ, քաղաքական գնահատականը այն է, որ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում են որպես բիզնես պրոյեկտ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի վաճառվում եւ Հայաստանի Հանրապետությունը նույնպես չի վաճառվում ոչ դոլարով, ոչ եվրոյով եւ առավել եւս ոչ ռուբլիով եւ չի վաճառվելու եւ այդ պրոյեկտը արդեն իսկ ակնհայտ է, որ չի ստացվում։ Պարոն Սիմոնյան, արդյոք Մտածվենք հետ կգանք։ Չէ։ Պարոն Սիմոնյան, տեսեք, նախորդ իշխանության ժամանակ, երբ որ հասունացել էր այդ իշխանափոխության ժամանակը, Դենես մատնոց չհասկացա, նախորդ իշխանության օրոք, երբ հասել էր արդեն իշխանափոխության ժամանակը, մեզ անընդհատ սպառնում էին, որ Ղարաբաղ ենք փորձնելու։ Հիմա դուք մեզ սպառնում եք, որ պատերազմ է լինելու։ Այսինքն դա ինչ է, այսպես ասեմ, վատ փորձ, թե ինչ նրանց բացատրեմ, լավ հարց եք տալիս։ Շատ լավ հարց եք տալի, բացատրեմ։ 18 թվականին բնական այդ խոսակցությունները կար, բայց այդ խոսակցության հիմքը հետեւյալն էր, որ գործող այն ժամանակվա գործող իշխանությունները բերել էին հասցրել էին բանակցային process-ը տուպիկի եւ դրա մասին այստեղ բացի ասում էին վերջացնեմ էլի ներողություն եմ խնդրում դուք հարց տվել եք որ դուք ձեր կարծիքը արտահայտեք թե իմը կարող եմ արդեն պատասխանել չընդհատեք իրանք բերել էին բանակցային process-ը հասցրել էին մի իրավիճակի որտեղ ակնհայտ էր իրանց համար առնվազն եւ իրանք գիտեին որ հավանականությունը պատերազմի շատ մեծ է դրա մասին խոսում էին եւ նույնիսկ 2020 թվականի հունվար թե փետրվար ամիսներ ես դրա մասին ասել եմ Սերժ Սարգսյանը Իրան կոռուպցիայի մեջ մեղադրվող դատավարության ժամանակ 2020 թվականի հունվար-փետրվար ամսի մասին է խոսքը մեգաֆոնը վերցրել էր ասում էր Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում մենք է զարմանում ասում ենք ինչի՞ ասես բաներ խոսում իրանք գիտեին որ
բանակցային process-ը, դա մենք դրա մասին ենք շատ խոսել, հա, ապրիլյան պատերազմը, այդ ամեն ինչը գալիք պատերազմի անոնսներ։ Ինչ վերաբերում է հիմիկվա մասին, ես ասում եմ հետևյալը, որ կա երկու քաղաքական ուղղություն։ Եթե դու քո քաղաքական ուղղությունը ընտրում ես, ինչպես Նարեկը մեջ բերեց Քոչարյանի ասածներից, հա, որ դու պետքա հենց Ադրբեջանը թուլանա կամ չգիտեմ, Թուրքիան թուլանա կամ որևիցե այլ երկիր թուլանա, դու պետք է իր վրա հարձակվես։ Եթե դու պահանջատիրական բաներ ես ներկայացնում, պահանջներ ես ներկայացնում քո հարևաններին, բնական է, դա կազուս բելի է, դա պատերազմի առիթ է, եւ դու ակնհայտ անոնս ես անում, որ դու հարձակվելու ես եւ դու նման բանի ես պատրաստվում։ Իսկ դա նշանակում է, որ այն երկիրը, որ այս պայն քեզանից ուժեղ է, ռազմականորեն, քաղաքականորեն, ֆինանսապես, չգիտեմ ինչ-ինչի բերումներով, միանշանակ է, չի թողնելու, որ դու գա այն պահը, որ ինքը թույլ լինի։ Եվ ես ու դուք հիմա որ խոսում ենք, ես կարող եմ որպես քաղաքական գործիչ ասել հետևյալը. 2020 թվականի պատերազմ է տեղի ունեցել, որից հետո Հայաստան եւ Ադրբեջանը սահմանը վերարտադրել են Հայաստանի եւ Ադրբեջանի։ Եւ դրանից հետո եթե գալիս է մի ուժ, որը որ ասում է ես այդ սահմանազատումը, սահմանագծումը չեմ ճանաչում, ես պետքա 29743 քառակուսի կիլոմետրից դուրս մտածեմ, բնական է, ես որպես քաղաքական գործիչ եւ դուք որպես ուղղակի քաղաքացի մարդ կարող եք կանխատեսել, որ այո, կարող է պատերազմ լինել։ Դրա մեջ ինչ որ տենց մարտավարական քաղաքական հնարք տեսնելը որևիցե ձևով տեղի չի։ Ասում եմ պայմանավորվել եք Ալիևի։ Հարգելիս խնդրում եմ, էլի։ Հերթով կգանք, քիչ ինչ է։ Պայմանավորվել եք Ալիևի հետ եթե հարցը։ Ինչ է։ Չէ, իհարկե չենք պայմանավորվել եւ նման պայմանավորվածություն չունենք, մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ, որ խաղաղություն է լինելու, առևտուր ենք անելու եւ այդ ուղղությամբ գնում ենք եւ շատ դրական եմ գնահատում նաև Ադրբեջանի նախագահի վերջի հայտարարությունը, որտեղ ինքը նույնպես խոսում է խաղաղության մասին, բայց դες այդ ոչ մեկ դրա մասին մեջբերում չարեց եւ չխոսեց, պետք չի հավատալ։ Պետք չի հավատալ։ Այ հենց էտա կարևորը։ Պետք չի հավատալ, Ռոզանա, վերջացնեմ։ Պետք չի հավատալ, պետքա հավատալ սեփական գործողություններին, սեփական պետության քայլերին։ Դուք այն ժամանակ էլ չէիք հավատում, դուք միջև խաղաղության պայմանագրի կետերը հրապարակելը, դուք միջև դա էլ չէիք հավատում, միջև սահմանին մարդ չսկսվեց զոհվել, դուք դրան էլ չէիք հավատում, միջև մենք խաղաղության պայմանագիրը նախաստորագրում չարեցինք, դուք դրան էլ չէիք հավատում, ասում եմ, բնական է, կարող եք չհավատալ, բայց տեսեք ով ինչ քայլեր է անում, տեսեք, բերում եք ինձ հաճախ ասում եք ռետորաբանությունը փոխվել է, չի փոխվել, հիմա էլ համացանցում 2022 թվականի նյութ են շրջանառում եւ փորձում են ներկայացնել դա որպես Ալիևի վերջերս ասած, ես հասկանում եմ, որ այն ուժերը, որոնք հիմա նաեւ դահլիճում են, այն ուժերը, որոնք հիմա ուզում են պարլամենտ մտնեն, իրանց պատերազմ է պետք եւ պատերազմի մասին խոսակցություն է պետք, որպեսզի իրանք կարողանան դրա վրա քաղաքական բան կառուցեն։ Բայց չկա հիմա պատերազմ չկա, խաղաղությունը, այո, եւ ոչ, մենք խոսում ենք խաղաղության արժեքի մասին։ Խաղաղության արժեքի ոչ, խաղաղության արժեքի մասին ենք խոսում։ Քրիստինե Վարդանյանը ստեղ դահլիճում ընդամենը մի տարի առաջ ես էլ դուրս եմ եկել իրան արձագանքել եմ, կարող եք բացել նայել տեսանյութը կա։ Պատերազմը հիմա բոմբերը թռնում են, ռակետ, ասում է Քրիստինա Վարդանյանը, հանգստացեք, չկա տենց բան։ Արդեն 2 տարի է մեր սահմաններին մարդ չի զոհվել։ 1994 թվականից այս կողմ նման բան գոյություն չի ունեցել։ Հիմա պատերազմը թե խաղաղությունն է 1994-90, չգիտեմ, սովետի փլուզումից այս կողմ չի եղել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իրար մեջ առևտուր անեն։ Չի եղել, որ Ադրբեջանի ղեկավարը եւ Հայաստանի ղեկավարը խոսեն երկու կողմից խաղաղության մասին։ Չի եղել։ Ու ես բնական է, ու դուք պետքա վախենանք, իհարկե պետքա վախենանք։ Մենք պետքա վախենանք այդ խաղաղությունը ձեռքից բաց թողնել։ Որ պահանջներն ենք բավարարել։ Կասեք, լսեք, դա մեր սահմանադրության փոփոխության
ծրագիրը եղել է 2020 թվականի սկզբին։ Մի րոպե։ Այդ իսկ կլինի պատասխան։ Եղել է, որ ես բանը, մի րոպե, եղել է բան, որ ես չպատասխանեմ։ 5 տարի ես ձեր հարցերին պատասխանում։ Ես եմ հետ գալի, ասում այն բառն էլ ասեցիր պատասխան։ Հիմա թող հռչակագրին է կանրադառնամ, սահմանադրությանն է կանրադառնամ, հետո մի հատ էլ հարց կտաս Կարինե ջան։ Բայց ես կարամ պատասխանեմ, բայց նոր իրավիճակ է, չէ 20 թվականի մայթերվարից մարտից հետո պատերազմ ա եղել, կովիդ ա եղել, ուկրաինական պատերազմ ա եղել, պատերազմը շարունակում է, բանը ԱՄՆ-ն եւ Իսրայելը հիմա մեր հարևան Իրանի հետ պատերազմի մեջ է։ Դուք հասկանում եք, որ բան ա փոխվում։ Ինչ անի։ Ես կարամ պատասխանեմ։ Նոր իրավիճակը պարտադրում է նոր լուծումներ։ Եթե դու սկսում ես դահուկներ քշել, դու պետք է սկսես նաև այդ կանոնները պահել, որպեսզի չընկնես գլուխդ չջարդես։ Հայաստանի Հանրապետությունը տեղի ունեցող իրավիճակում, որտեղ հիմա մարդիկ կան, որ 3-րդ համաշխարհային պատերազմ են ասում, իր դերն է բանանում։ Շուտ լավ չի, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա որևիցե process-ի մեջ, որտեղ պետք է մեր երեխաները զոհվեն, չկան։ Վատ է դա։ Ես կարծում լավ է։ Մենք չլինենք կլինի պատերազմ։ Լսեք, լավ է թե վատ է, դա իրականություն է։ Ուրեմն կրկնում եմ, լավ է թե վատ է, դա իրականությունն է, որովհետև դուք բոլորը իմ հետ միասին ստեղծել ենք մի պետություն, ստեղծել ենք մի հանրություն, մի խոսույթ, որտեղ մեր ընդդիմությունը մտածում է, որ ինքը պետք է պահանջատիրական բաներ առաջ քաշի, քաղաքական պահանջներ քաշի եւ դրանով գա քաղաքական օրակարգ։ Մենք ենք մեղավոր, մենք բերել ենք մեր բևեռացում հետ ենք արել։ Այո, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը խաղաղության կուսակցությունը եւ այո, մնացածը դրանք մեծամասնությունը հիմնական ընդդիմադիր դերակատարները դրանք պատերազմի կուսակցությունը։ Հիմա իրողությունը դա է։ Եթե մարդիկ, կրկնում եմ, ասում են, որ իրանք պահանջ պետք է ներկայացնեն եւ այս քառակուսի կիլոմետրից դուրս իրանք պետք է չդուրս գան, դա կոչվում է պատերազմ։ Անունը ինչ ուզում եք դրեք։ Հիմա էտա ինչ եք դուք, այսինքն ինչ պետք է ես ասեմ, որ այդ տրամաբանության մեջ չտեղավորվեմ, ես չեմ հասկանում։ Ես մեղավոր եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դրա մասին է խոսում։ Ես մեղավոր եմ, որ մնացած քաղաքական ուժերը այդ ուղղությունն են տանում։ Ու ասում եմ, նպատակը հետևյալն է, ժողովուրդ, սովետական միությունը փլվելուց հետո բոլոր տեղերում, Միջին Ասիայում, Ուկրաինայում եւ մեր տարածաշրջան թողել է չլուծված սահմանային հարցեր։ Մեզ էլ ասել է դուք այս որ ապրում եք Հայաստանի Հանրապետությունում, դուք միշտ երազեք, որ ձեր տունը մենակ ստեղ չի, ընդեղ էլ է ձեր տունը, ընդեղ մենք էլ ձեզ տիրություն կանենք, որ մենք միշտ կախված ըլնենք իրանցից, մենք իրանցից միշտ կախված ըլնենք։ Ես հեծանիվ չեմ հորինում, եւ այո, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն, եւ այո, 2026 թվականի ընտրությունների ամսի 7-ի ընտրությունը լինելու է խաղաղության եւ հնարավոր պատերազմի մասին։ Էլի բաններ Կարինե ջան, սպասի, սենց հետո խոսում։ Քարտեզը որ դուք ցերել եք 21 թվականին դուք Արցախի քարտեզով Նիկոլ Փաշինյանը հպարտ քաղաքացու անձնագիր։ Ես եմ այդ քարտեզի հեղինակ։ Արցախով էր տարածում։ Հիմա երբ դուք Հայաստանով եք տարածում, դրա համար մարդիկ չեն հավատում, որ դուք ձեր իշխանությունը այս Հայաստանի այս տարածքներ է պահելու։ Եվ եթե այս քարտեզի արդեն Հայաստանի Գեղարքունիքից, Ջերմուկի դիրքերից դուրս եկած լինեին ադրբեջանական զորքերը, մենք գուցե հավատայինք, որ դուք այսպես ասած, այս քարտեզը ամբողջական է եւ գուցե մարդիկ ավելի սիրահոժաբար դարձնեն այդ քարտեզը։ Ես չեմ ուզում հիմա խոսել հավատից, ես ուզում եմ խոսել գործերից։ Ակնհայտ է, որ այս քարտեզը, այն սպառնալիքը, որը որ դուք մատնանշում եք Հայաստանի քարտեզից այս կողմ գտնվող Ադրբեջանի Հանրապետությունը, ասել է եւ գործով ապացուցել է, որ այլևս սա Հայաստանի Հանրապետության սահմանն է, հաջա։
հարգելիս տեղյակ եք, որ սահմանագծում եւ սահմանազատում process գոյություն։ Իսկ տեղյակ եք, որ չէ, այդ տեսնում եք, որ կարդակ փաստաթղթերը, այլ ուղղակի ոչ թե մենակ TV5-ի բաներ, լուրերը նայեք կամ մենակ ընդդիմաց, բա որ կարդացել եք, բա որ գնում անախ գործընթացը, բա որ կարդացել եք, ուզում եմ կարնեք թողնես վերջացնեմ։ Չեմ ասելու քեզ։ Այտենց, որտեվ հարց ես տվել, ուզում եմ այդ հարցին հələ պատասխանեմ։ Այ որ վերջացնեմ այն հարցը, կարող է մարդ ես բարի գտնվեմ եւ պատասխանեմ այն հարցին։ Կարամ պատասխանեմ, որ փաստաթղթերը կարդալիս լինեիք, կտեսնեիք, որ հիմնարար փաստաթղթում, որը որ վավերացվել է թե Ադրբեջանում, իդեպ էտել էիք ասում Ադրբեջանը չի վավերացնելու, ըստեղ կանգնած ասում էի վավերացնելու բան, 3 օր հետո Ադրբեջանի նախագահը ստորագրեց փաստաթղթում հստակ գրված է, որ Հայաստանի սահմանը վերևից մինչև Իրանի սահման եւ Ադրբեջանի սահմանը վերանվելու, այսինքն դրանով Ադրբեջանի ադրբեջանական կողմը նույնպես ստորագրել եւ հաստատել է, ինչպես նաեւ բառացի մի քանի անգամ Ադրբեջանի նախագահ, այն որ ասում եք, բա ինքը ինչի տենց բաներ չի ասում, մենակ դուք եք ասում, ասել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում է նույնիսկ այն հին տեսանյութը, որը որ դուք տարածել էիք, դուք նկատի չունեմ անձամբ ձեզ, որը որ տարածել էին 2022 թվականի, այնտեղ նույնպես Ադրբեջանի նախագահ դրա մասին ասում է, բայց լսել չեք ուզում, տեսնել չեք ուզում, խոսում եք հավատից։ Տեսեք, ես ապացույցներ բերեցի, ինչ կարող եք ասել, ասեք Կարինե ջան, չլսեցի։ Այ ախպեր, մի հավատացեք, ես ասում եմ, դուք ստորագրած փաստաթղթերին հավատացեք, դուք հավատացեք այսօրվա իշխանության որոշմանը, հավատացեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրությանը, մնացածին մի հավատացեք, որտեղ աշխարհում ամեն ինչ կարա լինի։ Խաղաղության պայմանագրի վկա Թրամփը։ Ինչա՞։ Խաղաղության պայմանագրի այսպես երաշխավորիչ է վկա Թրամփը։ Ասում է, որ այլևս որևէ միջազգային փաստաթղթեր իրավունքներ գոյություն չունեն, կա ուժի գործոնը։ Դուք հիմա ասում եք հավատանք Ալիևի։ Չէ, դրա համար չէ։ Դուք նկատել եք, որ ձեր բերված օրինակի աշխարհի ամենամեծ եւ հզոր պետություններից մեկի, եթե ոչ ամենամեծ պետության մեկի ղեկավարը ստեղ նաև ֆինանսական, ինչպես նաև քաղաքական ներդրում է արել եւ այդ երկրի նաև փոխնախագահ եկել է ստեղ եւ դրա մասին խոսել է։ Եթե մենք հավատով լինեինք եւ մենակ հավատի վրա հիմնվենք, այսքան փաստաթուղթ, այսքան պայմանագիր, այսքան բան չէր լինի, բայց պարզ է, որ աշխարհում գոյություն չունի 101% եւ նույնիսկ 100% բան, որովհետև մեր երաշխավոր իր ռուսական բազան ստեղ ունեցող, ինչպես նաև խաղապահներին Լեռնային Ղարաբաղում ունեցող մարդը արեց հետևյալը, որը որ երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց Ղարաբաղի բնակչության, ասեց դե զգուշ դուրս եկեք, հանգած տեղ մի բան ձեզ չլի, դավայ դուրս եք։ Դե Պրաղան ճանաչել եք։ Բա ինչ պետք է անենք։ Այո, բա ինչ պետք է անենք։ Միանշանակ ներողություն, այդ Պրագա ճանաչելը նշանակում է, Պրագա ճանաչելը նշանակում է այս Հայաստանը ճանաչելը։ Ես չի կարող Հայաստանի Հանրապետությունը չճանաչել, հասկանում եք, որովհետև եթե դու Հայաստանի Հանրապետությունը չես ճանաչում, ի հայտ է գալի օրինակ հապկի այն հայտարարությունը, որ ասում էր, դե մենք ոնց խառնվենք, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները դեմարկացված եւ դելիմիտացված չէր, այսինքն պարզ չի Հայաստանի Հանրապետության սահմանը որտեղ է։ Հայաստանի Հանրապետության հետո չանա կռիվ մի արա, ամոթա, սպիրոպես սպասի։ Չէ, ես ասել եմ, ես կհանդիպեմ իրանց հետ միայն իրանց եթերում, իրանց եւ մի քանի խմբագիրների հետ, մնացած դեպքում Կարինե ջան, իսկ կլինի վերջացնեմ ասածս, որտեվ կարեւոր է, որտեվ դուք տենց բաց եք թողում հարցերը, ձեզ թվում է ընթացքում մի հատ էլ երկու հատ էլ խոսակցության, մի րոպե, ստոպ, եւ հա, բա ինստիտուցիոն հիշողություն ունեք, բա Պրագայում եթե վերադառնանք, դրան ձնին է կվերադառնամ, Պրագայում եթե Հայաստանի Հանրապետության տարածքները մենք չճանաչեինք, մենք Պրագայում ոչ թե Հայաստան բանն ենք անչախ, Ադրբեջանի տարածքն ենք, մենք մեր տարածքն ենք, որտեվ Հայաստանը սկսում է այնտեղ, որտեղ որ ավարտվում է Ադրբեջանը։ Եթե դու չես ճանաչում դա քո ամենամեծ դաշնակից եւ երաշխավորը ձեր կողմից, ձեր ուժի կողմից սիրված, Ռոբերտ Քոչարյանի կողմից սիրված Պուտինի գլխավորության մեր դաշնակիցը ասում է դուք Որ դե ինքն է ասում, հա, ես չեմ ասում։ Լսեք, որ Քոչարյանը Պուտինին սիրում է, դա չի նշանակում, որ մենք վատ հարաբերություններ ունենք Պուտինի հետ, դրա մասին չի խոսքը։ Որովհետև դուք եք երաշխավոր առաջ քաշում եւ
Տրամպի հետ կապված կասկածներ հայտնում, ես ասում եմ, որ աշխարհում միանշանակ որևիցե բան չկա, եւ եթե դուք Տրամպի քաղաքական միջնորդությունը թերագնահատում եք, ես ասում եմ, մենք ունենք ավելի հստակ բան, եւ այդ դաշնակից երբ որ ժամանակը եկավ, ասես, թե ոնց որ պարզ չի Հայաստանը որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում, եւ մեզ ես եմ զանգել, բա այս ինչ է, այս ինչ ժանր է ուզում, այս ինչ ժանր է, մի րոպե, ես մի րոպե, իսկ ես կամ տեսախցիկի առաջ, որ ասում եմ քեզ թվում է, ոչ մեկ այնտեղ ինտերնետ չունի, չնայած կարող է, ոչ մեկ այնտեղ ինտերնետ չունի, այդ ինչ խոսալու, կամ մի հատ կներես էլի, այս ինչ ժանր է, պատասխանում եմ հարցին, այնտեղից ասում ես, որ զանգում եք, ես Պուտինին չեմ զանգում, դա ձեզ չի վերաբերում, դրան կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ որ պատեհ կգտնի։ Ինձ մի ընդհատեք, պատասխանում եմ հարցին, չխոսակ Պրագայի մասին։ Դա հակահայկական, հակա-Հայաստանի Հանրապետության դեմ նարատիվ է, Հայաստանի Հանրապետությունը Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է Հայաստանի Հանրապետությունը գաղութացումից, ծայրագավառ դառնալուց եւ իշխանությունը կորցնելուց։ Ով որ խոսում է Պրագայի մասին բացասական տրամադրվածությամբ, ուզում է որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ երկիր չլինի։ Հաջորդ այո։ Ինչպես եք վերաբերվում այդ դժգոհություններին, օրինակ արցախցի կնոջ դժգոհությունը բազմաթիվ արձագանքներ լսեցին։ Հարցը չհասկացա։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ ես շատ Նարեկ ջան խանգարում ես։ Նախ եւ առաջ շատ հետաքրքիր է, որ Հայաստանում այլևս ինչի Հայաստանում աշխարհում երևի տենց օրինակ շատ քիչ կա, ենթադրում եմ, որ չի լինի, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը մետրոյում կարող է քաղաքացիների հետ շփվի եւ ես երեք համացանցն էի նայում, բացի դժգոհություններից եւ մնացածից, շատ ու շատ տարբեր երկրներից ակնհայտ էր, որ մարդիկ ուղղակի ապշած են, որ Հայաստանի Հանրապետությունը ի հեճուկս մեր ընդդիմադիրների հայտարարությունը այնքան բաց, այնքան ժողովրդավար երկիր է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը բանավեճի է բռնվում իր քննադատի հետ մետրոյում եւ դա ուղիղ եթերով գնում է հենց վարչապետի էջով, դա միանշանակ դրական եմ գնահատում։ Ինչ վերաբերում է վեճին, վարչապետը դրա հետ կապված իր կարծիքը ասել է, ես համարում եմ, որ վեճի հետ կապված այդ ուղիղ եթերը հենց իրական պատկերը ցույց տալու համար է։ Այո, կան մարդիկ, բնական է, որոնք դժգոհ են, կան մարդիկ, որոնք քննադատում են, ես երեգել եմ ասի, չի կարող ազգային ժողովի պարլամենտի դահլիճում եւ Հայաստանի Հանրապետությունում որևիցե կուսակցություն լինի 100%-ով։ Մեզ բանավեճ էր։ Դե բա ինչ էր։ Բռնություն չէր։ Ես չեմ կարծում, լսեք, այն բռնությունը, այն բուլինգը, հա, հիմա հայտնի տենց բառ կա, որ իրականացվում է իմ նկատմամբ, վարչապետի նկատմամբ, մեր ընտանիքի անդամների նկատմամբ, մեր ընկերների նկատմամբ, հենց նույնն է, մի րոպե, իմ երեխաները, չէ՞։ Իսկ ես թվում է հələ մի րոպե։ Նարեկ ջան, մի րոպե սպասեք, էլի, մի րոպե սպասեք, ես դրան պատրաստ եմ, ես դրան չեմ բողոքում։ Ես անարդարությունից եմ բողոքում, որ ձեզ թվում է օրինակ իմ երեխաները գրել չգիտեն, թե կարդալ չգիտեն, թե ինտերնետ չեն մտնում, հենց ձեր լրատվամիջոցները, որ Ալեն Սիմոնյան անուն ազգանունը, չգիտեմ, մեկը 5 րոպե հարցազրույց է տալի, վերջում ասում է, բայն Ալեն Սիմոնյանը, բռնում վերնագիր եք դնում, bayն Ալեն Սիմոնյանը 5 րոպե մարդը նայում, ասենք իմ երեխեքը չէ, այսինքն այդ ամեն ինչը դուք անում եք, բայց չեք նկատում մեր նկատմամբ, մեր նկատմամբ վարչապետի ընտանիքի նկատմամբ, վարչապետի երեխեքի, իմ մոր, իմ ընտանիքի անդամների նկատմամբ, այդ չեք նկատում։ Լսեք, Հայաստանի Հանրապետության ղեկավարը վրդոված, որովհետև խոսք է գնացել Հայաստանի Հանրապետության սահմանի մասին, խոսք է գնացել մեր երկրի մասին, վրդոված ասել է, բայց ես ինչ եք խոսում, մեր երկիրն է, էսա ձեր երեխան պետք է այս երկրում ապրի, ինչ էր ասում, ասում էր ձեր երեխան մի արեք դա, ձեր երեխան պետք է այս երկրում ապրի, վա, տեսակ բան եղավ, ուրեմն, կրկնում եմ, դա բանավեճ է եղել եւ վարչապետը դրանից հետո այն բոլոր մտահոգությունների դեպ երևի եթե չեմ սխալվում առաջին հենց ձեզ ասեց Շենգավիթում, ասեց եթե ինչ որ բան կա, որ ես ինչ որ չափով անցել եմ, ես ներողություն եմ խնդրում։ Հետո ուղիղ եթերում ներողություն խնդրեց, հետո մի հատ էլ ստատուս գրեց։ Ես չգիտեմ Հայաստանի Հանրապետությունում քանի երկրի ղեկավար կա, որ երբևիցե որևիցե մեկից ներողություն է խնդրել, այլ ոչ թե դրանից հետո նույնիսկ հոխորտացել է։ Հենց որ փագեք։
Միանուշ իսկ քիչ ա եղել որ քիչ ա եղել։ Հələ մի րոպե, իսկ քիչ ա եղել որ տենց ա եղել։ Կարամ լիքը օրինակ, ոչ, մշտապես վարչապետը ելույթ ունի, որտեղ ասում է, որ ներողություն խնդրելը այն մարդուն, որ ներողություն ա խնդրում, բարձրացնում է։ Դուք հիմա ինչ եք հարցնում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այն մարդն էր, որով տենց մշտապես մարդկանցից հեռու եւ այլն, ավելի։ Իր քարտեզի վրա Արտվաշենը չկա։ Ո՞վ ասում չկա։ Հələ սպասեն այն։ Հա, ես հատուկ հարցում եմ։ Ո՞ս է, բայց ինչ է։ Միշտ առանձին բան։ Լսի, էս Արտվաշենը։ Լսի, էս Արտվաշենը, որ սխալ գիտես։ Էս Արտվաշենը։ Ու էս մասշտաբի մեջ ներողություն եմ խնդրում։ Արտվիկ Մինասյանը չես գլխից, որ վերել էինք այստեղ վերևի Հայաստանի քարտեզն էին կպցրել, ասում էր մեջը Սևանի ջուր չկա։ Թարգեք այդ մա։ Արտվաշենը հարգելիս։ Ես այս փուճուրիկը կտամ դու առանձին պայի քո մոտ, հենց դրանց ես գիտի։ Էս Արտվաշենը կա։ Արտվաշենը խնդրում եմ ուշադիր եղեք։ Չէ, դուք եք պահում։ Հաստաբան է, պարոն Սիմոնյան, երեք հազանգում էր, որ հաստորեն Կորնիձորում երեք Արցախի լուսանկարվել է Արցախի ֆոնին եւ ազգային անվտանգության ծառայությունը նրանց վերադառնալիս հեռախոսները խլել է ձեռքից, տալել են ոստիկանություն, այնտեղ ասել են, եթե այդքան կարոտել եք Արցախը վերադարձեք այնտեղ, հանձնվեք, այս ամեն ինչը որքան է։ Իսկ ինչ եք, ուզում հարցնեմ, իսկ ինչ եք Արցախ ասում, ուզում հասկանամ։ Ինչ հետաքրքիր է զուտ հետաքրքիր է։ Իսկ ինչ եք այդ դեպքում վազգում, երբ որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տա։ Ենթադրենք Սևանին ինչ-որ մեկը ինչ-որտեղ այլ անվանում է տալի, վատ եք զգում, ինչ եք վազգում։ Ուզում հետաքրքիր է։ Չեմ հասկանում։ Ներողություն, Արցախը հայկական է։ Հա, հասկացա։ Իսկ ուզում եմ հասկանամ, իսկ ինչի այդ նույն Ղարաբաղի սահմանադրության անվանումը չեք տալիս։ Ուղղակի հետաքրքիր, Լեռնային Ղարաբաղի հանրապետություններին։ Դա միջազգային հիմնականում կիրառվում։ Որովհետև դուք բոլորդ քաղաքականացված եք եւ դուք բոլորդ զբաղված եք պահանջատիրական սխալ է անում։ Պահանջատիրական բաներ ներկայացնելով։ Այդ դեպքում ես ձեզ խնդրում եմ վատ մի զգացեք, որ ինչ որ մի երկրում, ինչ որ մի մարդ կարող է Հայաստանի Հանրապետության Երևանին ասի Երևան, Սևանին ինչ որ այլ բան ասի, աղմուկ մի բարձրացրեք։ Ոչ մեկ չէ։ Ես ներողություն եմ խնդրում Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է եւ բախեք ուրիշ անդր։ Ես ձեր հետ համաձայն չեմ։ Ես լուրջ ես ասում, դրանից հետո ինչ ա եղել։ Այդ ձեր մտածելակերպը անջատեք Հայաստանի Հանրապետություն, բախի չէր ճանաչում 30 տարի այդ անկախը Հայաստան, էս է Հայաստանի Հանրապետությունը։ Սա է, սրանից էսկոմ Թուրքիա է, սրանից էսկոմ Վրաստան է եւ ջավախքը Հայաստան չի, ջավախքը Վրաստան է։ Սրանից ներքև Պարսկաստանը, սրանից էսկոմ Ադրբեջան է։ Հանեք այդ, հեսա Արտվաշենը սպանել եք փուճուրա, մոտիկ բերեմ նայի։ Թագեք, քանի դեռ դուք նման բաներ եք ասում, մի զարմացեք, որ մեզ դրա դիմաց ասելու են Զանգեզուր, Սևանին, չգիտեմ այդ ան ինչա, ինչ, Գյորջայան ասում, լսեք, հիմա մանկապարտեզ չի, ուրեմն կրկնում եմ, նախ եկեք չհամատենք, որտեվ ես չգիտեմ վերջին անգամ իրան երբ են ասել, գնացեք նայեք, կգաք ինձ ասեք վերջին, կպատասխանեմ ստեմ չեմ գնում։ Գնեք, բայց ինչ է ձեզ։ Եկալնի վերջացնում։ Ուղղակի սրա շարունակենք։ Կշարունակենք ստեղ եմ։ Ինչի են տարել, չգիտեմ, դիմեք ազգային անվտանգության։ Ես ազգային անվտանգության կանոններ չեմ։ Ես հարցնում եմ, կարող է վտանգավոր լինի եւ դրական պատասխանատվություն։ Ինչը վտանգավոր լինի։ Ֆոնին նկարվել է։ Ես չգիտեմ Արցախի ֆոնին նկարվելը ինչա նշանակում։ Այ ձեզից լավով պետք է իմանա, դուք եք Աղդամի ֆոնին։ Ակնան ձեր հայրենիքը չէ։ Լսի, ես ակնաբար չեմ օգտագործել, Աղդամ եմ ասել, հա, դա մեկ։ Երկրորդը ես դրա մասին 100 անգամ խոսել եմ, երրորդը սխալ եմ արել, հարգելիներս, որտեղ եղել եմ այդ նույն ձեր տրամաբանության մեջ։ Ձեր տրամաբանության մեջ եմ եղել, ոչ մի թիզականի տրամաբանության մեջ եմ եղել։ Մտածել եմ, ինձ էլ են ներարկել, որ դու պետք է սրանով չբավարարվես, դու պետք է սենց նստես, նայես գետից, Արաքս գետից ենկում ու երազես, որ Ադրբեջանը թուլանա, մենք մի օր հաստատվելու ենք կամ Թուրքիան թուլանա, մի օր հաստատվելու ենք։ Իսկ դա ազգի կոտորման, վերացման ամենակարճ ճանապարհն է։ Ու այո, ես սխալ եմ արել։
էլի կա այդ հիշար։ Չէ, Նարեկ ջան։ Չէ, բան կերակասել։ Այս աղջիկն է հասկանում։ Մի րոպե։ Պետքա սպանել, պետքա խեղդել այն ամենապուճուր բանի մեջ, որովհետև եթե դու դա չես խեղդում, դու սա ես կորցնում։ Հենց դու դա չխեղդեցիր, այս լինելու է ջարդած, կտրտած Ռուսաստանի մաս կամ ընդհանրապես չի լինելու։ Ախր ես զարմանում եմ, որ դուք այսօրվա աշխարհում չեք հասկանում, որ ես չգիտեմ, այդ եթերով կարամ այդ բանը ասեմ, թե չէ, բայց այսօր աշխարհում կանոններ չեն գործում։ Երեխեք, ով է, եթե մի կողմից, մյուս կողմից հարևանները որոշեցին գան եւ իրար ձեռ սեղմեն, ողջունեն, ով է մեզ փրկելու։ Ոչ մեկ եվրոպացիները շատ ջղայն հայտարարություն են անելու, շատ ջղայն վրթովվելու են։ Ռուսները ասել են «Мы вам позвоним», պարսիկներն էլ ահավոր զբաղված են։ Ժողովուրդ, ռեալ, երեխեք, այդ կենացները, այդ դոշ ծեծելը թարգեք։ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21 նշում եք, դուք թե չեք նշում։ Նշում եք, թե չեք նշում։ Նշում եք, հարց տվեմ տալի, նշում եք, ինչի մասին է դա։ Նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացել է։ Ինչով է անկախացել։ Այս տարածքով է անկախացել։ Սա է նորից այս կողմը Հայաստան չի։ Այն կողմը սա հայկական լեռնաշխարհ է։ Միգուցե ինչ որ տարբեր կենդանիներ եւ բույսեր կան, որոնք հայկական անվանումներ ունեն։ Սա Թուրքիա է, սա Ադրբեջան է, սա Վրաստան, սա Պարսկաստան։ Փակեք այդ թեման։ Մի րոպե, իր հարցը վերջացնեմ, Նարեկ կգամ ստեղ էլի։ 2 տարի առաջ Դուք շատ եք, ես մենակ։ 2 տարի առաջ ազգային ժողովում երբ հարց հնչեցվեց համանadrության փոփոխության մասին, որ Ադրբեջանն ասում է, համանadrությունը Հայաստանը փոխի, որ մենք խաղաղության պայմանագիր կնքենք, դուք 2 տարի առաջ ասացիք, եթե նման բան արվի, դա երկկողմանի պետք է լինի։ Ադրբեջանի համանadrության մեջ եւս կան Հայաստանի նկատմամբ պայմանագրեր։ Հիմա հրաժարվել եք։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության համանadrությունը եւ այն փոփոխությունները, որոնք որ նախատեսվում են, մասնավորապես ես եմ ասել, այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են, արվում են Հայաստանի Հանրապետության շահերի համար։ Դրանք չեն արվում Ադրբեջանի շահերի համար։ Դրանք արվում են Հայաստանի Հանրապետության գոյատևման, Հայաստանի Հանրապետության գոյության, ապագայի համար։ Եվ դա արվում է մեր կողմից այդ նպատակներով։ Ադրբեջանը, լսեք, դե թող մտածեն, լսեք, դե թող մտածեն այն մարդիկ, ովքեր որ ասում են, որ Ադրբեջանը մի օր կթուլանա, մենք կթանք եւ ռևանշիզմով կզբաղվենք։ Թող այդ մարդիկ եւ իրանք իրար հետ զրուցեն։ Մենք անում ենք սա Հայաստանի Հանրապետության ինչ պահանջ։ Լսեք, որովհետեւ մենք այդ համացությունը չենք փոխում Ադրբեջանի պահանջով, ձեր մտածելակերպը փոխեք։ Մենք այդ համացությունը փոխում ենք, որովհետեւ Ռուսաստանը հիմա կրակում է Ուկրաինայի վրա, բանը Ամերիկան եւ Իսրայելը կրակում են Պարսկաստանի վրա, Իրանը կրակում է միևնույն ժամանակ բոլոր իր հարևանների վրա եւ ինչպես Կարինեն Արտարացի նշեց, Տրամպը ասել է, որ գործում է ուժի իրավունքը։ Մենք դա 2 տարի առաջ այլ իրավիճակ էր եւ քաղաքական գործչի համար եւ ընդհանրապես մարդու համար ամենավատ բանն է, որ ինքը փոխվող աշխարհի մեջ ինքը նույն այլ բանը չասեմ։ Նույն բանն է փոխվում։ Մենք ոչինչ չեն կարող Ադրբեջանին ասել եւ միևնույնը չի ընդունելու դրա համար։ Լսի, ես չգիտեմ մենք կարող ենք թե չենք կարող նման բան ասել, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բանակցել ենք եւ խաղաղության պայմանագրի մեջ նման կետ չկա եւ խաղաղության պայմանագրի մեջ բոլոր կետերը երկկողմ են։ Ես կասկածում եմ խիստ ձեր ընդդիմման մեջ, թե մենք կարող ենք թե չենք կարող, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում, չգիտեմ, ինչ-որ մուսկուլների չափման տրամաբանության մեջ մտնել Ադրբեջանի Հանրապետության հետ, որովհետև նման օրակարգ չկա։ Ես չեմ մտածում ձերպես։ Ես մտածում եմ, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է, որ ինքը լավ զորք ունենա։ Ես այնց եմ անում, որ Հայաստանի Հանրապետության բանակը լավ զինվի եւ կարողանա իրեն պաշտպանել։ Ես չեմ մտածում, որ ես պետք է Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին ինչ որ բան պարտադրեմ, որ վաղը ինքը մտածի ինչ որ բան պահպանի։ Ես մտածում եմ Հայաստանի Հանրապետության շահերի մասին եւ Հայաստանի Հանրապետության շահը ասում է, որ մենք պետք է ունենանք այն սահմանադրությունը, որը առիթ չտա որևիցե մեկին մեզ որպես տարածաշրջանում վտանգ դիտարկի։ Եւ ես սա համարում եմ այն բաներից մեկը, որը որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինձ սատարում է։ Փայլակ վերջապես ասանք քեզ։ Նարեկ ջան, կգամ, ստեղ եմ, արդեն մի ժաման բան եմ տալիս, ճեպազրույց եմ տալիս։
տեսեք ամեն անգամ իշխանությունը Եկեք մի քիչ առաջ գնանք, էլի։ ամեն անգամ իշխանությունը խմբագրում է իր հայտարարությունները Հայաստանը եւ Արցախը Արցախը եւ Հայաստանը հիմա նաեւ այս ամեն ինչը հարությունը Իրաքի առաջ ունենալով չի կարող ունենալ հիմնավոր կասկածներ, մտահոգություններ, որ այսօրվա այս ձեր հայտարարությունները եւս 1 տարի հետո կարող են դիտվել սխալ եւ օրինակ ասել, որ օրինակ սխալ են ասել, որ օրինակ այս ինչ հատվածը մերներ, սա առաջին հարցը։ Առաջին պատասխանը չէ, իհարկե կարող է, բայց ակնհայտ է, որ այն գործողությունները եւ այն մարտավարությունը, որը որ իրականացնում է այսօրվա իշխանությունը, կոնկրետ ռեզուլտատներ են։ Այսինքն հողի վրա բան է։ Հիմա ակնհայտ է, որ ինչ որ պա ուրիշ քաղաքական իրավիճականում, երբ որ դուք դա ասում եք, այն ժամանակ այնտեղ կար ռուսական խաղապահ ուժեր եւ իրավիճակը այլ էր եւ տրամադրվածությունը եւ պատկերացումը նույնպես այլ էր, հա, բայց հետո եկավ նոր իրավիճակ։ Ես չեմ կարող նույն գնահատականը տամ երկու տարբեր իրավիճակի մեջ եւ կրկնում եմ, կարևորը այն է, թե հողի վրա մենք ինչ ունենք։ Հողի վրա մենք ունենք խաղաղություն։ Իդեպ, լավ հիշեցի։ Այդ Ղարաբաղի հետ կապված, որ ասում եք ապագա կա եւ այլն, ես եմ դա ստեղծել, բայց դրանից հետո մեր պարլամենտում գտնվող ուժերը տոնում էին Ղարաբաղում իշխանություն վերցնելը եւ դրանից 3 օր հետո թուղթ ստորագրեցին, որով լուծարեցին ձեր կողմից այն որ տարբեր հիմա բան եք տենց բոլորը դոշ են ծեցում իմիջիալից այնց հետաքրքիր է նկատել եք որ քաղաքական ընդդիմությունը Ղարաբաղի դուք ավելի այսօր ընդդիմադիր եք լուրջ եմ ասում այսօրվա լրագրողները շատ ավելի ընդդիմադիր են քան պարլամենտի ընդդիմադիրները քանի անգամ եք տեսել չէ խոսույթը լավ թող տենց ասեմ խոսույթը ես չեմ ընդդիմադիրների մեջ վատ բան չկա իմիջիալից Ես չգիտեմ դու ծանր արձագանքեցիր Ալեքսանյանի ասացի դուք էլ եք ծանր ընդդիմադիրների մեջ վատ բան չկա եթե դու դրա մասին չի խոսքը լսի հասկանալի է լավ է բայց այսօր մեր ընդդիմությունը տեսել եք որ Ղարաբաղի մասին խոսում Անցյալի մասին չէ այ ապրես անցյալի մասին է խոսում եթե ես 2020 թվականին Այսօրվա պարլամենտ չեմ նայել Նարեկը նոր մի հատ մեջ բերում է արեց բան շոկ ապրեցի ու լավա որ չեմ նայել բանը մեր քաղաքական ընդդիմադիրները խոսում են այսօր Ղարաբաղի մասին ով Ռոբերտ Քոչարյանը աշտարակում բնակիչների հետ հանդիպմանը երբ հարց հնչեց խոսեց արցախցիների Արցախ վերադարձի այսինքն չենք ուզում իրանք իրանց մասը էլ Ղարաբաղը չի ուզում Ղարաբաղը հայկական չի համարում լավ ինձ թվում է եղավ փուլ առ փուլ հետևողական աշխատանքով ինքը Հայաստանի ինչքան բան կար տվեց ռուսներին երկրորդ հարցը փայլակում երեք Արարատ Միրզոյանը հաստատեց որ համագործակցել է ԱԱԾ-ի հետ հիմա դա գործակալ է թե գործակալ չի կուզենամ դուք պատասխանեք որովհետև նույն այդպես համագործակցել ԱԱԾ-ի հետ կոնտեքստով օրինակ չգիտեմ կաթողիկոսի եղբորն է մեղադրում որ ԿԳԲ-ի գործակալ է եւ այլն որն է տարբերությունը Նախ կոռեկտ չեմ համարում ձեր հարցը եւ պետք է ասեմ որ համեմատականներ անցկացնել այդ երկու անձնավորությունների միջև ուղղակի անընդունելի է մեկ այլ հարց է երբ որ հիմա ձեզ բոլորիդ եթե ԱԱԾ-ն հրավիրի Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն հրավիրի եւ ասի ներողություն եմ խնդրում եթե դուք տեսնեք որ ինչ որ զինվոր է պայմանական եմ ասում մեր սահմանը անցնում անպայման կասեք կարծում դրա հրավիրելու կարիքն չկա իսկ մի բան է երբ որ դու գնում ես սովետական միության այլ երկրի ազգային անվտանգությանը հավատարմության երթում ես տալիս մենք ունենք ԱԱԾ-ի մենք ունենք լավ աշխատող իրավապահ մարմիններ, այդ թվում նաև մեր ազգային անվտանգությունը եւ ունենք շատ լավ մարդիկ, ովքեր որ այդ ծառայությանը օգնում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովել։ Ես, եթե առիթ լինի ինչ որ բան լինում է, որ ես համարում եմ, որ ԱԱԾ-ի բանը տնօրենը պետք է իմանա, ես անձամբ զանգահարում եմ իրեն եւ ասում եմ, որ նման վտանգ կա։ Ձեր հարցը անտեղի հարց է։ Մենք կրկնում եմ, չի կարա նման համեմատություն տեղի։
չի կարող։ Լավ, դե իր հայրենիքն է, մեր մեզ խիա ներկայացնում այլ երկրում։ Թող իր հայրենիքն է, թող անձնագիրը հայկական հանձնի։ Լավ էլի, խնդրում եմ։ Իսկ դուք վստահ եք, որ հիմա այդ բանը, այդ համագործակցությունը չի շարունակվում։ Հիբրիդային պատերազմի դեպա որ վստահ չեք, որ դուք վստահ չեք, ես տեղեկություն չունեմ, բայց ես համոզմունք ունեմ, որ շարունակվում է ու շարունակվելու է եւ հիբրիդային, օրինակ այն օրվա վերջի հարցազրույցի հիման վրա, որովհետեւ ներքաշել երրորդ երկիրը հայաստանյան ներքաղաքական բաների մեջ եւ օգտագործելով դիրքը հարցազրույց տալ Հայաստանի ներքաղաքական գործունեության մասին, դա եւս դրա այդ հարցակումների Նիրոպե Նարեկի հետ է ճիշտ ասում։ Պարոն Սիմոնյան, դուք որ ասում եք իսկ վերջանալու է այս ամենը, չէ՞։ Չէ, Պատին են դեմ տվել, էլ չեմ կարող, շատ են։ Կներես, ես խոսամ դու հոգնես։ Պարոն Սիմոնյան, դուք որ ասում եք այս կողմը Թուրքիան, այս կողմը Իրանն, այն կողմը Ադրբեջանն է, բայց հիմա ով է ասում որ Հայաստանի տարածքը սա չէ, դու ես ասում։ Ես նման բան չեմ ասել, խնդրում եմ մի։ Դա կասես ինձ այս կողմը ինչ է։ Ադրբեջանը գլեր, բայց երբ որ չէ, ներողություն։ Երբ որ մենք ասում ենք, որ դա մեր պատմության մասին ենք խոսում, մեր պատմական անցյալին ենք անդրադառնում, դա չի նշանակում, որ մենք վաղը այն տաքսու վարդու նման ասելու ենք քշի Թուրքիա կամ հարձակվելու ենք Ադրբեջանի։ Իսկ արդյոք դա նշանակում է, որ Մոնղոլիայի, իսկ արդյոք դա նշանակում է, որ Մոնղոլիայի վարչապետը հիշում եք, նա լավ կատակ արեց, չեմ հիշում ինչ առիթով, ասեց ես էլ հիմա տարածքային պահանջներ եւ պատմական պահանջներ կներկայացնեմ։ Ժողովուրդ, կա իրավական փաստաթուղթ, Նարեկ ջան։ Իրավական փաստաթուղթ, ես դες իզուր չհարցրեցիս, կարաս չընդհատես։ Պատմությունը չի լինում ջնջել, պատմությունը չի չես կարա ջնջես։ Դա անհնար է։ Ես խոսում եմ այսօրվա մասին եւ ապագայի մասին։ Ապագայի մասին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը սա է։ Եվ ես կվերադառնամ։ Սա է Հայաստանի Հանրապետությունը։ Իրավական գործում էր, հա։ Մանա, ուրեմն իրավական առումով փաստաթուղթ գոյություն։ Հիմա դուք լրագրող եք, չէ՞։ Հիմա եթե ես ձեզ պայմանական, հա, ուզենամ ներս չթողնեմ, դուք ասեք ես հավատարմագրում անցած եմ։ Այստեղ օրենք գործեց, հա։ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին ասել է, «Էս Հայաստանի Հանրապետությունն է»։ Իմ ասածը դա է, որ սա Հայաստանի Հանրապետությունն է։ Թե հիմա դուք ձեր տանը, ես մեր տանը կենաց կխմենք, կասենք, այս բանը անչա, իմ տատն էլ Ղարսում է։ Մենք Ղարսում, չգիտեմ, Երկաթի կամուրջ կար, այնտեղ տունն է, տատիկիս մաման ընդեղից ա եղել եւ այլը։ Բայց Հայաստանը սա է, ժողովուրդ։ Սա է, ու յուրաքանչյուր այն խոսակցություն, որը որ դուք ասում եք, դա նույն ռեակցիան է առաջացնում մեր հարևանների մոտ։ Ինչը որ մեր մոտ առաջացնում է, երբ որ Սևանին ինչ էին ասում։ Մի խոսքով չեմ ուզում կրկնեմ։ Նույնը ինչ որ մեր մոտ ասում, իմ ասած ընդամենը դա է, Նարեկ ջան։ Ինչի, որովհետև դու հայ ես եւ Հայաստանի մոլորակումն է դա անհամ։ Իսկ ինչի է, ներողություն եմ խնդրում, ես չեմ ասում իրանց նայել, ախր հասկացի ինչ եմ ասում։ Դուք խոսում եք էմոցիաներից, ես ասում եմ, որ Հայաստանից բացի այլ երկիր կա մոլորակի վրա։ Այլ երկիր կա, այլ էմոցիա կա, այլ մայր կա, որը երեխա է կորցրել, այլ գերեզման կա, որը որ միգուցե հայկական կամ չգիտեմ վրացական, ռուսական զինվոր դրա համար չեմ վստահ մի ասա, որտեղ Կալիֆոռնիայում տենց խոսակցություններ գնում է։ Բայց այնուամենայնիվ դրա համար ժողովուրդ դուք էլ եք ինչ որ ձևով պաշտոնյաներ, հա, դուք կարծիք ստեղծող մարդիկ եք Հայաստանի Հանրապետության փաստաթղթով, Հայաստանի Հանրապետության կադաստրի վկայականով Էսա կադաստրի վկայականում կան անճշտություններ մեր հարևանի հետ, ինչպես Հայաստանի Հանրապետությունում երևի բոլոր իրաստաների եւ բնակարանների հետ ունեն։ Հիմա մեր հարևանի հետ պայմանավորվել ենք, որ այդ կադաստրով սահմանագծումը անում ենք։ Էսա ու իրար վրա չենք կրակում, չենք սպանում։ Կներեք եք Անջան, ցավոք, այսօր է չկար։ Որտեղից տվյալ, որ հենց սեպտեմբերին, եթե սահմանադրական մեծամասն, այդ եմ ասում, ցավոք, մեր ընդդիմադիրներն են ասել, լսեք, ես այս հարցին պատասխանել եմ մի ժամ 10 րոպե առաջ։ Չէ, բայց եթե հետախուզական չկա, Անիջան, լսի, ցավոք, մի ժամ 15 րոպե առաջ համ Իրան եմ պատասխանել, հա 3 անգամ ես հարցին պատասխանել։ Հնդրեմ, Կարինե ջան, մի րոպե։ Տեսեք, այդ դիրքորոշումը եւ սպառնալիքները Նիկոլ Փաշինյանի Անջան, պատասխանել եմ, ցավոք տանում։
որ Փաշինյանը Ալիևի տասովշիկն է։ Օրինակ Թաթոյանն ասում է Ալիևի տասովշիկը սպառնում է պատերազմը։ Նախ չի կարելի երկրի վարչապետի մասին տենց խոսել։ Ես չեմ ասում։ Գլուխները պատով են տալի, որ տենց մեջ բերում են անում, պետք է հասկանալ նրանք իրանք ում տասովշիկներն են, բայց դու մի մեջ բերի, ամեն մի վատ բան չի, որ պետք է մեջ բերել, չէ՞ որ դու կին ես, մայր ես։ Չէ, բայց ասենք թե լսի, շատ սխալ են անում, որ հարցակում են, բայց մի մտի այդ խոսակցության մեջ, իրանք էլ գլուխները պատով են տալիս, թող գնան իրանք հասկանան, թե իրանք ում տասովշիկներն ու ինչ գումարի դիմաց։ Ասա։ Այ, սպանեցի, չի կարելի քեսից գալ, կգնամ հեսա ընկերներդ քեզ կքննադատեն։ Չեմ պատասխանելու։ Ասել եմ, բանի պատասխանել եմ, ցավը տանեմ։ Անջան, պատասխանել եմ այդ հաստին, ցավը տանեմ, պատասխանել եմ։ Դուք ատելություն եք իդեպ տարածում արցախցիների հանդեպ։ Դուք արցախցիների գնամ երևի դուք ես գնամ դուք ասա, Անիջան, մի րոպե սպասում։ Կարամ պատասխանել։ Միջոցները շարունակում են արցախցիների թիրախավորել Գանջան, հիմա սպառնում ես ինձ, կարաս հանգստանաս, կգնաս քո ղեկավարին, կասես, թող ինքը վտածի, որ ինքը իր սահքյանք պատասխանատվություն պատասխանա տալու բոլոր այն բաների համար, որոնք տեղի են ունեցել իր նախագահություն բառնել Կարինե ջան, դու իմ մասին մի մտածի, դու դրա մասին մի մտածի, Արցախը հանձնել է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, երբ որ Հայաստանի Հանրապետությունն էին ասենց կտոր տալիս ռուսներին, երբ որ բանակցային գործընթացի մեջ սխալ բանակցություններ են անում, եւ այդ իմիջիալոց այդ առաջարկը ուժի մեջ է, եւ ես իդեպ քաղաքից էի հարցնում, ես եթերով ուզում եմ առաջարկեմ Ռոբերտ Քոչարյանին կամ որևիցե այլ ընդդիմադիր գործչին ուղիղ եթերով, վարչապետը մի ամիս է արդեն փողոցում է Հանրապետության ժողովրդի հետ շփում, ուղիղ եթերով ես առաջարկում եմ նրանց մի շաբաթ որևիցե տեղ գնալ եւ ուղակի քայլել եւ այդ հարցերի բոլոր պատասխանները ինձ թվում է Քոչարյանը կգտնի։ Նարեկ ջան, խնդրեմ։ Ըսի կարող է եւ ռեյտինգի խնդիր ունի։ Քաղաքական գործիչ է, այս Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես ռեյտինգ չունի։ Հանանք ստացած չենք, տժժում ենք։ Ես անձամբ տժժում եմ։ Ես Ռոբերտ Քոչարյանի նմանը Ռոբերտ Քոչարյանը, չէ, ինչի ես Ռոբերտ Քոչարյանի իր նախագահության օրոնք, երբ որ կաֆեներում մարդ էին սպանում այդ ժամանակ, անհանգստություն չունեի, երբ որ մարտի 1 էր տեղի ունենում, այն վաղ անհանգստություն չունեի, երբ որ հոկտեմբերի 27 էր տեղի ունենում, այն վաղ անհանգստություն, հիմա տժժում եմ մնացածի վրա, որովհետև այդ քաղաքական գործիչներ շատ լավ է, Թոտեժան, ծաղրել երևի, հա, կարամ պատասխանեմ, Անի ջան, ցավը տանեմ, ախր այսօր քո երեկոն չի է։ Բարբերաբար ձեզ մեղադրում էին, որ մարզերում են ձեր ձայները, Երևանում դուք շատ քիչ ձայն ունեք, համակիրներ չունեք, Շենգավիթյան հանդիպումը ինչ ցույց տվեց։ Շենգավիթյան հանդիպումը ցույց տվեց, որ Երևանում նույնպես ունենք համակիրներ առնվազն եւ այդ համակիրների հետ կապված շփումը շարունակվելու է, քարոզարշավի ժամանակ շատ ավելի ինտենսիվ ու հələ դուք ուշադրություն դարձեք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետը ելույթներ, քաղաքական ելույթներ, միտինգներ չի անում եւ ես որպես մեծ սիրահար իր ռետորական արվեստի, իր խոսքի, իր անկեղծության, իր անձնվության, իր մարդկանցից մեկը լինելու շատ անհամբեր սպասում եմ այդ ելույթներին, ժողովրդին ցույց տա հերիքը։